Ֆակտոր TV-ն այսօր հյուրընկալել է ՀԱԿ արտաքին հարցերով պատասխանատու ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան, մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ։ Պարոն Կարապետյան, ինչպես կգնահատեք այս պահին Ղարաբաղյան հակամարտության շուրջ զարգացումները եւ Արցախ-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումները։ Տեսեք, եթե արտակուսն նայենք ընթացող գործընթացներին, թվում է թե տեղի է ունենում այն, ինչ շարունակվել է վերջին 10-12-15 տարվա ընթացքում, բարբերաբար այցելություններ համանախագահների, երբեմն ոչ շատ հաճախ հանդիպումներ ամենաբարձր մակարդակով, մի քիչ ավելի հաճախ հանդիպումներ արտգործնախարարի մակարդակով, միևնույն ժամանակ ես պետք է նկատեմ, որ գործընթացը բավականին ակտիվ փուլում է։ Ինչ է խոսում սրա մասին։ Իմ կարծիքով նախ այն, որ միջնորդները, նաև կողմերը հաստատել են, որ համաձայնեցված է փաստաթղթի մեծ մասը, չգիտեմ 90%-ը նույնիսկ ավել, եւ կան որոշակի տարաձայնություններ որոշ մանրամասների դետալների վերաբերյալ։ Այլևս երկարատև գործընթաց անել ամբողջ փաթեթը ուսումնասիրելու որևէ անհրաժեշտություն չկա, հաշվի առնելով այդ հանգամանքը, նշանակում է, որ հիմա միջնորդների ջանքերը, նաև կողմերի ցանկությունները հանդիպելու պայմանավորված են հենց այդ մի քանի հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու։ Եթե առաջիկա հանդիպումը տեղի ունենա աշնանը, ինչի մասին խոսակցություններ կան, ապա մենք կարող ենք ակնկալել որոշակի առաջընթաց նաև այս հարցում։ Կարծում եմ, որ այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել սեպտեմբերին արտգործնախարարների հանդիպում իրականացնելու վերաբերյալ, հենց միտված է լինելու ավելի բարձր մակարդակի հանդիպում անելու եւ եթե հնարավոր է ճեղքում մտցնելու այն չհամաձայնեցված թեմաներին անդրադառնալու եւ միգուցե համաձայնության գալու սենց նպատակով։ Ես հակված եմ կարծել, որ ճնշումները Ադրբեջանի կողմից շարունակվելու են, միևնույն ժամանակ կարծում եմ, որ կա պատուհան համաձայնության գալու եւ գործընթացը տեղից առաջ շարժելու համար։ Պարոն Կարապետյան, ինչով է պայմանավորված, որ որոշակի լավատեսություն կա ձեր մոտ այդ հանդիպման հետ կապված, նկատի ունեմ հենց սեպտեմբերին սպասվող, եթե լինի այդ հանդիպումը, քանի որ տեսակետ կա, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը լինելու է ընդամենը ՄԱԿ-ի գագաթաշողովում, շրջանակում, այսպես ասած, ոտքի վրա կանգնած հանդիպում։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից, ինչու եք այդքան լավատեսորեն տրամադրված։ Չեմ կարծում, որ բարձր մակարդակի հանդիպումը, ինչի մասին դուք ասեցիք, կարող է լինել ոտքի վրա հանդիպում։ Սովորաբար նման հանդիպումները դիվանագիտական պրակտիկայում տեղի են ունենում այն ժամանակ, երբ կարիք կա ինչ-որ բաներ ճշտելու կամ բարեկամական երկրների միջև փոխանակելու որոշակի ուղերձներ մենք հեռու ենք նման փոխհարաբերություններից, հետևաբար եթե տեղի ունենա հանդիպումը, ապա այն լինելու է պատրաստված, այսինքն արդեն արտգործնախարարները պետք է որոշակի հիմքեր ստեղծեն, որ ավելի բարձր մակարդակի հանդիպումը տեղի ունենա, եւ եթե այն պատրաստված լինի, ապա արդեն կախված է երկու անձից, թե ինչպիսի որոշումներ իրենք կկայացնեն։ Ինչու Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում եւ առհասարակ ինչու Մինսկի խումբը չի կարողանում, հա, ինչ-որ լծակներ կիրառելով ազդել Ադրբեջանի վրա։ Մինսկի խումբը չունի որևէ լծակ, իրենք միջնորդ են, թեև շատ հեղինակավոր ներկայացնում են 3 անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պետություններ, սակայն այդ ճնշումները չեն կարող լինեն 100%-անոց էֆեկտիվ։ Այդ առումով ես ճնշման հնարավորություն չեմ տեսնում այն գլոբալ իմաստով, որ մենք շատ հաճախ գործածում ենք, կլինեն իհարկե դիվանագիտական ճնշումներ, կլինեն նախապատրաստական աշխատանքներ, իսկ ինչ վերաբերում է այդ պայմանավորվածություններին, կարծում եմ ակնհայտ է կողմերից մեկի մեր առավել շահագրգռվածությունը դրանց կյանքի կոչելու եւ Ադրբեջանի անտեսելու
Ադրբեջանը շարունակելու է, կարծում եմ, ուշադրություն չդարձնել այդ պայմանավորվածությունների վրա եւ շարունակելու է լարվածության մեջ պահելով սահմանը, շփման գիծը, այլ օրակարգ թելադրելու, թե մենք որքանով կկարողանանք հակադրվել այդ քաղաքականությունը, որքանով adekvat եւ նույնիսկ ավել չնայած այդ բառը շատ տեղին է օգտագործել, պատասխաններով զսպել Ադրբեջանի ախորժակը, դրանից ավելի արդյունավետ կարող են լինել բանակցությունները եւ հնարավոր համաձայնության գալը։ Վերջին շրջանում մասսայական զենքերի ոչնչացման մասին է, երկու կողմերից խոսք գնում, հայկական կողմը անընդհատ հիշատակում է Իսկանդերի գոյության մասին, Ադրբեջանի ՊՆ-ն էլ հայտարարում է, որ իրենք ունեն համապատասխան զենք, որով կարող են ոչնչացնել Իսկանդերը։ Ինչ է կարծում, սրանք այդպես մնում են ուղղակի խոսակցություններ, թե ավելի կարող են անցնել գործողությունների դաշտ։ Նման հարցերով կատակներ չեն անում եւ այդ զենքերը շատ մեծ վնաս կարող են հասցնել կողմերից յուրաքանչյուրին, երբ երկիրը չէ որ ակնհայտ է, որ այդ զինատեսակները մենք ունենք, Ադրբեջանը ունի որոշակի զինատեսակներ երբեմն ավելի ժամանակակից եւ հզոր քան Հայաստանը, երբ ամենաբարձր մակարդակում դրանց մասին շեշտադրում է արվում, դա արդեն կատակի նման չէ եւ թե միջազգային հանրությունը, թե մեր հասարակությունը պետք է զգոն լինի, որովհետեւ մի բան է դու ունենաս քո պահեսներում, մի բան է դու վստահ լինես, որ դու պաշտպանված ես կամ թե չկարող ես ճիշտ ժամանակին նախահարցակ լինել, մեկ բան է, երբ երկրի ղեկավարը խոսում է այդ զինատեսակի օգտագործման մասին, սա կարծում եմ անհանգստացնում է ոչ միայն մեզ, մեր հասարակությանը, այլ նաև միջնորդներին, որոնք հուսով եմ ջանքեր են գործադրում, որ այն չհամաձայնեցված հարցերը, որոնց մասին ես առաջի հարցին պատասխանելուց խոսեցի, փորձեն կողմերին ավելի մոտեցնեն։ Այսինքն ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը խոսելով Իսկանդերի մասին նաև որոշակի նախապատրաստում է հայ հասարակությանը լայնածավալ գործողությունների վերսկսման։ Ինձ թվում է առաջին հերթին ուղղված է իր խոսքը Ադրբեջանին, բայց այն որ իսկ օգտագործի այլ տերմին, այլ խոսք, դա հանգստացնելն է, ավելի sense փորձում է վստահություններ շնչել մեր հասարակությանը պաշտպանվածության վերաբերյալ Հայաստանի, բայց իհարկե առաջին հերթին այդ խոսքը ուղղված է Ադրբեջանին։ Խոշոր գերտերությունները դա թույլ կտան։ Ինձ համար դժվար է հասկանալ այդ ձևակերպումը խոշոր երկրների թույլ տալու վերաբերյալ, ասենք թույլ չեն տա։ Դա բացարձակ չի ազդում որոշում կայացնողների վրա։ 100 անգամ կարող են ասել, որ մի օգտագործեք, դու կարող ես վերցնես եւ օգտագործես եւ ասես, որ դա պայմանավորված է ազգային անվտանգության, չգիտեմ, 101 ասած պատճառաբանություններ կարող են լինել։ Ես ուզում եմ պարզապես շեշտեմ, որ այդ թույլ չտալու գործոնը կարևոր չի, եթե որոշումը կայացվեց, ոչ մեկ չի նայել, ոչ խոշոր, ոչ փոքր, ոչ մի երկրի, երբ ազգային անվտանգության խնդիր է առաջ եկել, առաջին հերթին յուրաքանչյուրը պարտավոր է նայել այդ լուծումներին, ոչ թե այս կամ այն երկրի տրամադրությանը։ Պարոն Կարապետյան, այս պահին բանակցությունների սեղանին որ փաստաթուղթն է Կազանյան, Մադրիդյան, թե վերջին շրջանում շատ քննարկված Լավրովի պլանը եւ կցանկանայի որպես դիվանագետ դուք ներկայացնեք, թե դրանցից որն է ավելի վտանգավոր Հայաստանի համար։ Վերջին անգամ այդ փաստաթղթի մասին խոսել է հենց Սերժ Սարգսյանը, նա է ասել, որ հիմա այլ փաստաթուղթ է, քան Մադրիդյանը, միևնույն ժամանակ օդից նոր փաստաթուղթ, նոր պայմանավորվածություններ հնարավոր չի ձեռք բերել։ Հատկապես հաշվի առնելով երկարատև բանակցային գործընթացը, պայմանավորվածությունների շղթան, որ կա, այդ առումով վստահ եմ, որ այն փաստաթուղթը, որ կա սեղանին եւ եթե այն հրապարակվի, բոլորս ականատես կլինենք, ինչքան
զուգահեռներ կան, ինչքան շատ ձևակերպումներ կան մադրիդյան փաստաթղթից։ Բայց մի բան պետք է հաշվի առնենք, Մադրիդյանը չի ստորագրվել։ Մադրիդյանը, այսինքն ժառանգել է Սերժ Սարգսյանը դեռևս 2007 թվականին եւ Մադրիդյանի sense քննարկման, վերլուծության, էվոլյուցիայի արդյունքում մենք ունեցանք Կազանը եւ Կազանից հետո շարունակություն տեղի ունեցավ։ Կարծում եմ հիմքում Մադրիդյանի բազան է, միևնույն ժամանակ էվոլյուցիան ակնհայտ է, որ այս փաստաթուղթը ունեցել է։ Բայց շատ դժվար է ասել վերջնական տեսքի մասին, որովհետեւ հենց բոլորը միջնորդները, կողմերը նշում են, որ կան մի քանի կարևոր հարցերի շուրջ չհամաձայնեցված մոտեցումներ։ Հետևաբար ես չեմ կարող ինչ-որ բնորոշում անուն տալ այդ փաստաթղթին, ինձ թվում է հիմքում Մադրիդյանն է կամ Կազանի փաստաթուղթն է, որը որոշակի փոփոխություններ է ապրել, հարմարացվել է փոփոխված իրավիճակին։ Պարոն Կարապետյան, վերջին խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի խաղաղության ծրագիրը չարժանացավ հանրության վստահությանը եւ ՀԱԿ-ը հավաքեց ավելի քիչ քան 2%-ը։ Ձեր կարծիքով սա ինչի հետևանքներին։ Թերևս դուք տվեցիք ձեր sense գնահատականը չարժանանալու վերաբերյալ, այն շատ դժվար էր հասցնել ժողովրդին այն կուրապատրիոտիկ տրամադրությունների լույսի ներքո, որ կա խոսել խաղաղության մասին այն դեպքում, երբ բոլոր կողմերից քեզ կարող են մեղադրել զիջողականության մեջ, չնայած հենց Տեր-Պետրոսյանի իշխանությունն է ամենամեծ նվաճումները, այդ իշխանության օրոք են եղել ամենամեծ թե ռազմական, թե դիվանագիտական նվաճումները, բայց կրկնում եմ, այս ֆոնին քաղաքական որ կա, երբ բոլոր կողմերից կային հարձակումներ եւ նորմալ փոխզիջումային տարբերակին պիտակավորում էին ինչ-որ զիջումային միակողմանի զիջումների վերաբերյալ sense մոտեցումներ, դա կարծում եմ ազդել է ընտրողի վրա եւ ընտրողը կողմնորոշվել է այնպես, ինչպես կողմնորոշվել է։ Ես շատ հեռու եմ այն մտքից, որ ընտրողին հուշեմ կամ մեղադրեմ, պարզապես կարծում եմ մթնոլորտը եւ հատկապես իշխանությունների կողմից վերջին 2 շաբաթվա ընթացքում հարձակումները կոնգրեսի գաղափարի վրա, կարծում եմ շատ լուրջ ազդեցություն ունեցան ընտրողի վերջնական կողմնորոշման վրա։ Պարոն Կարապետյան, իսկ ինչպես է գնահատում այս պայն խորհրդարանական ընդդիմության գործունեությունը եւ ինչ պետք է անի ՀԱԿ-ը, որ այդ լուսանցքում չմնա իր գործունեությունը ակտիվ ծավալի։ Այդ իրենց գործն են յուրաքանչյուր կուսակցություն իր ծրագրային դրույթներով է առաջնորդվում, ստացել են յուրաքանչյուրը իր մասով խոսքը հանրապետականի մասին չի, որովհետև կեղծված ընտրությունների պարագայում ճշգրիտ տոկոսի մասին խոսելը ավելորդ է։ Այլ կուսակցությունները ստացել են որոշակի վստահության քվե, ժողովուրդը պետք է գնահատական տա, ես վերլուծաբան չեմ անկախ, որպեսզի գնահատեմ այս կամ այն կուսակցության գործունեությունը, ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ եւ այսինքն խորհուրդներից թե ինչպես վարվել զերծ կմնամ։ Իսկ ՀԱԿ-ը լուսանցքում չի մնա այս ամեն հետևանքով։ Կարծում եմ ոչ, ես այսինքն կիսում եմ այն կարծիքը, որ այս փուլում շատ չի ակտիվությունը քաղաքական, կարծում եմ հենց խորհրդարանական ընդդիմությունը պետք է շատ ավելի ակտիվ լիներ եւ կարողանար ասենց օրակարգում լրջագույն հարցերը պահել, ուշադիր հետևում ենք բոլոր կուսակցությունների գործունեությանը, կարծում եմ աշնանը, չգիտեմ, որոշակի ակտիվություն այնուամենայնիվ կլինի։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ՀԱԿ արտաքին հարցերով պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ։